Ողջունում եմ բոլորիդ, սիրելի ժողովուրդ ջան։ Մի շատ կարևոր իրադարձության մասին եմ ուզում խոսել, որ տեղի է ունեցել իմ ընտանիքիս հետ։ Բայց նախ կխոսեմ 44-օրյա պատերազմից որպես մասնակից։ Առաջին իսկ օրերից մեկնեցինք մարտի դաշտի իմ ընկերներով։ Ծանր ու դժվար օրեր էին։ Թեպետ Աստծուն չէի ճանաչում էի այսպես ասած իմ պատկերացումներով։ Ես աղոթում էի։ Աղոթում էի, որովհետև նեղության մեջ էի։ Չգիտեի, թե մեկ վայրկյան հետո հետս ինչ կլինի։ Թեպետ ընկերներս իմ կողքից էին, ես հասկանում էի, որ այստեղ միայն Աստված կարող է բան փոխել։ Ու ես իմ ծալծուկում Աստծուն շատ էի խնդրում, որ Աստված իմ կյանքը պահի։ Բայց ոչ թե նրա համար, որ ես վախենում էի մայից, այլ աչքիս առաջ գալիս էին ծնողներս, կինս, երեխաս, որ իմ կորուստը իրենց համար շատ ծանր կլինի։ Եվ դա էր միակ պատճառը, որ ես Աստծուն խնդրում էի, որ Աստված իմ կյանքը պահի։ Բայց ես այս գիտակցությունը չունեի, որ եթե ես մահանամ, պիտի կանգնեմ Աստծու առաջ, այն Աստծու, որ երկինքն արարեց, որ ինձ ստեղծեց, որ իրանով ամեն բան եղավ եւ առանց իրա ոչինչ չեղավ։ Ես պիտի պատասխան տա իմ արածի ու չարածի, իմ գիտակից ու անգիտակից մեղքերի համար։ Ասեմ ավելին, ես ամենակարևորի մասին չգիտեի, թե ինչ է ասում Աստծո խոսքը փրկության համար։ Ու պատերազմի դաշտից մի շատ կարևոր բան ես հասկացա, որ Աստված ոչ թե պետք է լինի մարդու վերջին հույսը, այլ միակ հույսը։ Ու երանի թե պատերազմից առաջ ու ընդհանրապես ես իմանայի այն ինչ որ հիմա գիտեմ, ես հաստատ կարող եմ ասել, շատերին կկարողանայի օգնել։ Դուք ինձ հետ կարող եք կապ հաստատել, գրել թե անձնական, թե կոմենտներով, ես եւ կինս մեծ սիրով կպատասխանենք ձեզ։ Ես ելի նյութեր կտեղադրեմ, որում կխոսեմ շատ կարևոր գաղտնիքների մասին, որ շատերը չգիտեն, ոնց որ ժամանակին ես չեմ իմացել, եւ շատ եմ ունեցել Աստծո կարիքը, եւ հիմա էլ համոզված եմ, որ շատերը փնտրում են եւ դեռ չեն գտել։ Եվ միգուցե ես էլ կկարողանամ իմ ներդրումը ունենալ այս կարևոր գործի մեջ։ Աստված օրհնի բոլորիս։